եկել եք աջակցելու ընդդիմադիր ուժի, այսօր դատարանից նախ ձեր սպասելիքների մասին խոսենք եւ հետո արդյոք Կարապետյանին կհաջողվի բացի օրինակ ընդդիմադիր մի քանի բևեռների միասնական լիդեր լինել, այլև կարողանա ստանալ քվեները ընդդիմադիր բոլոր շրջանակների ապահովելով հաղթանակ եւ օրինակ վերցնելու իշխանության ղեկը։ Բարև ձեզ, մենք այստեղ ենք աջակցություն մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի, ով այո քաղաքական բանտարկյալ է եւ քաղաքական հետապնդման է ենթարկվում արդեն ամիսներ շարունակ։ Մենք մեր կարծիքը ասել ենք ընտրությունների վերաբերյալ, բայց մենք նաեւ ասել ենք մեր կարծիքը միասնականության վերաբերյալ եւ այո հանրապետական կուսակցությունը ամեն ինչ անում է եւ ամեն ինչ անելու է, որպեսզի միասնականություն լինի եւ միասնական հնարավոր լինի վերականգնել այս բևեռացված հասարակության միասնականությունը։ Մենք այսօր տեսնում ենք, թե օրվա կառավարիչները ինչ ձև են խոսում ժողովրդի մասին, ժողովրդին անվանելով շունշանգյալներ եւ չգիտես ինչ բառամթերք են օգտագործում, թևեր են ոլորում, թքում են մարդկանց վրա, հայհոյում են մարդկանց եւ այդ ընթացքը պետքա կասեցվի եւ այո Սամվել Կարապետյանը պայքարում է եւ մենք այստեղ ենք ի աջակցություն նրա, ի աջակցություն ապօրինությունների դեմ պայքարող մեր հայրենակիցների։ Այսօր այո Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ եւ Հայաստանի քաղաքական բանտարկյալների ավելացումը խոսում է օրվա կառավարիչների վախերի մասին, որովհետեւ նրանք արդեն մեր համար նորություն չի, որ անցնում են կարմիր գծեր, նրանք չունեն կարմիր գծեր, նրանք եւ կանանց եւ աղջիկների ձերբակալում են, հղի կանանց գցում են մեքենայի տակ սպանում են, մենք տեսել ենք իրանց գործելավոճը, Սոնա Մնացականյանի օրինակով, որ կա հղի կնոջ եւ չկան որևէ մարդիկ, ովքեր կալանավորված են, բայց կան մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանի օրինակով կալանավորված են, որովհետեւ ասել են, որ հայ եկեղեցին պետքա ամուր լինի եւ մենք այստեղ ենք ասելով, որ մենք աջակցում ենք նրան եւ աջակցում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կբերեն Հայաստանի Հանրապետության ամրացմանը եւ այս իրավիճակի այս բևեռացված հասարակության ընթացքի փոփոխմանը, այսինքն այսօր միակ հնարավորությունը Հայաստանի Հանրապետության այս տուրբուլենտ հատված աշխարհաքաղաքական հաղթարելու դա միասնականության վերականգնումն է։ Պետքա ջնջենք սևերի սպիտակների հասարակությունը եւ ձևավորվի միասնական հասարակություն, մի օրակարգով այն է Հայաստանի եւ Արցախի հայկական էությունը, հայկական ընթացքը պահպանելը։ Հանրապետականը նաև ընդդիմությանը համախմբելու առաքելություններ վերցրել իր վրա, այդ առումով ինչ առաջընթաց ունեք, ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում։ Մեր քայլերը, մեր խոսքերի շարունակությունն են, մենք մասնակցում ենք բոլոր միջոցառումներին, նաև համագումարից հետո, որ հայտարարել ենք, մենք ընտրության չենք մասնակցում, մենք մասնակցել ենք բոլոր հանրահավաքներին, որոնք եղել են դրանից հետո եւ մասնակցում ենք բոլոր քաղաքական գործընթացներին, ի աջակցություն քաղաքական բանտարկյալների եւ մեր քաղաքական օրակարգի մեջ որևէ բան չի փոխվել։ Քաղաքական օրակարգի հաստատումը, նորից եմ ասում, մեր քայլերն են կուսակցությանս հետ, բայց ազգից համար սկզբունքով, այսինքն մենք չենք հետապնդում աթոռ կամ պաշտոն, մենք հետապնդում ենք Հայաստանի Հանրապետության շահը, որը հետևյալի մասին է։ Մեր համար փակ չի Արցախի հայկական էջը, մեր համար փակ չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության այն էջերը, որոնք եղել են միշտ մշտապես եւ Հայաստանի իշխանությունը պետք է լինի Հայաստանի ժողովրդի մասին մտածող, նորից եմ ասում, ինչպես նշեցի, ոչ թե թևերը ոլորեն թքեն քաղաքացիների վրա, անվանեն ընտրողներին շունշանգյալներ, ոնց որ իրանք են անում, այլ պետքա լինի հանդուրժող իշխանություն, որը ընկալում է իր հանդեպ ընդդիմադիր խոսքը եւ երկխոսություն ունի ժողովրդի հետ, ոչ թե կտրված է ժողովրդից եւ թիկնապահներով շրջապատված կամ ուժային կառույցների վրա հույս դնելով իշխանություն է պահում միայն։ Սամվել Կարապետյանը ազատ արձակվի, էլ չեք աջակցելու նրան եւ թիմին։ Աջակցել, մենք ասացի ես, մենք աջակցում ենք։ Բանտարկյալներին ենք աջակցում։ Մենք շարունակում ենք, ասացի մեր խոսքը
մեր քայլերով շարունակում ենք մեր խոսքը, ասելով, որ մենք լինելու ենք առաջնագծում, ոնց որ եղել ենք միշտ, չնայելով ընտրությունների մեր չմասնակցության, այսինքն մեր համար մեր ՀՀԿ-ի ընտրության չմասնակցելը չի նշանակում քաղաքական գործընթացներից հրաժարվել։ Ասել ենք նաև, որ սատարելու ենք եւ սատարում ենք, այո, այստեղ եմ ես եւ մեր հանրապետական կուսակցության մի շարք ներկայացուցիչներ աջակցելու Սամվել Կարապետյանին, թեև լրագրողը հարց տվեց ինչ հույս ունեք դատարանից, այսօր մենք չենք կարող դատարանից հույս ունենալ, որովհետեւ դատարանները քաղաքական որոշումներ են կայացնում, բայց աջակցությունը ժողովրդի կարող է բերել դատավորին սանձազերծելու հնարավորություն այն սանձերից, որոնցով նրանք կապված են ցավոք սրտի շատ դեպքերում, որ կայացնում են քաղաքական հետապնդումների որոշումներ եւ ձեր հարցին պատասխան ասեմ, որ կապ չունի Սամվել Կարապետյանը կլինի կալանավորում թե կլինի դուրսը, մենք այստեղ ենք ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Ինչպես նաեւ աջակցելու եք ընտրություններում։ Մենք հայտարարել ենք, որ մենք մեր կուսակցականներին ասել ենք, որ ընտրեն ընդդիմադիր ուժերին, որոնք իրականում ընդդիմադիր են։ Եվ այո, նախագահն ասել է, որ մենք այո համարում ենք, իհարկե Հայաստան դաշինքին համարում ենք եւս ի հեճուկս շատ մարդկանց, ովքեր փորձում են ընդդիմադիր դաշտը պառակտեն, մենք համարում ենք Հայաստան դաշինքին եւ Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիր քաղաքական գործիչ եւ դրա մասին ասել է մեր կուսակցության նախագահը։ Եվ որպես այս կուսակցությանը աջակցող, ինչպես է գնահատում ՀԿԿ-ի երեկվա ձայնագրությունը։ Այս շինցու քայլերը, որոնք մենք ականատես ենք լինում տարիներ շարունակ, ես հանգիստ եմ վերաբերվում, որովհետև ես չեմ զարմանում, որ նրանք կարող են սարքել, նրանք կարող են իրականությունը խեղել, որովհետև նրանք պատերազմ են կեղծել, պատերազմ կեղծողից ինչ որ ձայնագրություններ կեղծելու մասով ես զարմանք չեմ ունենա, ես համարում եմ, որ դա քաղաքական հետապնդում է եւ իրանց գործողությունները շատ դեպքերում ապացուցում են, որ նրանք իրականությունը խեղում են ի օգուտ իրանց եւ դա եւս իմ կարծիքով խեղված մի իրականության մասով կարող է լինել։ Բայց օրինակ ասվում է շալվարը, որ վաղը պետք է հագնի, ալիքն առել, ծանոթներին 100,000 ենք տալիս, նրանց ում բերում ենք 200,000 արձերն ենք տալիս, այսինքն այդ ամեն ինչը չի էլ հերքվում ուժեղ Հայաստանի կողմից։ Ընդամենը ասում են, որ գուցե մոնտաժված են։ Ես չեմ մեկնաբանի ուժեղ Հայաստանի կողմից իրանց վերաբերվող հարցերը իրանցից մեկնաբանությունը հարցրեք, մենք մշտապես ասել ենք, որ մենք դեմ ենք եղել, դեմ ենք եւ դեմ ենք լինելու միշտ որևէ ընտրակաշառքի կամ ինչ-որ մի գործողության, օրինակ, որը անում է իշխանությունը, ռեպրեսիաները եւս ընտրական գործընթացին մասնակցություն են, ապօրինի, որոնք մենք տեսնում ենք հանրապետական կուսակցությունը կողմը դեմոկրատական, ժողովրդավարական լուծումների, այն է ժողովրդի ազատ կամքի իրավունքը հաշվի առնելով եւ ազատ ընտրությունների մասնակցելու իրավունքը եւ որևէ ձև չմիջամտելու ժողովրդի ձայնի ստացման հնարավորություն, այսինքն ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա Հայաստանում իրականացնի իր ընտրությունը իր խղճին համապատասխան ում ուզում են նրան էլ ընտրեն եւ որևէ ձև չթիրախավորվեն, որևէ ձև ընտրակաշառքների մեջ չլինեն եւ որևէ ձև իշխանության կողմից ռեպրեսիաների չենթարկվեն, որ այս կամ այն քաղաքական գործին ուղղորդեն, որ ընտրեն։ Այսինքն նորից եմ ասում, դեմ ենք արտահայտվում միշտ, բայց ձեր հարցինի պատասխան ասեմ, որ զարմանալի չի, որ կարող է լինել կեղծված, կարող է լինել շինցու, ես այդ ձայնագրությունը չեմ լսել, բայց գործելա ոճը իշխանության շատ լավ տիրապետում ենք։